Գյումրու Ալեքմանուկյան փողոցի այսպես կոչված 50-ամյակի կամուրջն է Ձորի մայլի վրա։ Կառուցման օրվանից չի հիմնանորոգվել, հիմնականում կոսմետիկ նորոգումներ են եղել։ Պարբերական ահազանգեր են լինում վարորդներից եւ թաղի բնակիչներից, որ սա փորձանքի բուն է։ Մենք չենք սպասելու, որ փորձանքը տեղի ունենա, ինչ-որ փլզում լինի, որից հետո սկսենք զբաղվել կամրջով։ Եվրատաշինքը խոստանում է, որ ընտրվելու դեպքում անպայման հետազոտելու է կամրջի իրավիճակը եւ հիմնանորոգելու է այն։ Հարգելի համաքաղաքացիներ, մարտի 30-ին անպայման մասնակցեք Գյումրու ավական վարտահերթ ընտրություններին եւ ձեր քվեն տվեք Եվրատաշինքին։ Քվեաթերթիկ համար 6։ Մենք մեր խոսքի տերն ենք։ Լավագույնը մեր քաղաքի համար ենք անելու։ Քերծվածքակայուն, ջրադիմացկուն եւ հարվածակայուն լամինատների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգի խանութ սրահներից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 2450 դրամից։ Բարև ձեզ։ Առաջինի եթերում մանրամասներն են, ես Դավիթ Ստեփանյանն եմ, այսօր մենք խոսելու ենք շատ կարևոր հարցերի շուրջ, որոնց ծիրում հերթական անգամ անվտանգությունն է։ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը։ Այս առումով եւ ես առանձնացրեցի ինձ համար եւ կներկայացնեմ այսօր նաեւ ձեր ուշադրությանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած միտքը, նա 2 օր առաջ հնչեցրել է այդ միտքը խորհրդարանում։ Ազգային ժողով կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ վարչապետ Փաշինյանը մի քանի անգամ համոզմունք է հայտնել, որ Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակվի։ Հենց այդ պատճառով, ըստ վարչապետ Փաշինյանի, Երևանը պատրաստ է կատարել խաղաղության պայմանագրի ստորագրման ադրբեջանական պայմանները եւ լուծարել, այդ թվում նաեւ լուծարել Մինսկի խումբը։ Բայց վարչապետը հերթական անգամ կոնկրետ ժամկետներ չնշեց։ Ես իմ տպավորությունները ունեմ, թե ինչն է ստիպում մեր երկրի բարձրագույն ղեկավարությանը առաջ տանել այսպիսի թեզեր։ Սա իմ կարծիքն է, ես կարծում եմ, որ իրականում բացի խաղաղության այդ ծառավից, անհակ ծառավից, որը ունի մեր ղեկավարությունը եւ իհարկե մեր հասարակությունը եւ ինչը իրականում արդարացված է, կա նաեւ եւս մի հետաքրքիր հանգամանք, ինչ որ ժամանակ, ինչ որ պահի մեր երկրի ղեկավարությունը հասկացել է, որ Ղարաբաղյան կոնֆլիկտը, չլուծված Ղարաբաղյան կոնֆլիկտը ծառայում է ոչ այնքան հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության շահերի, որքան ծառայում է այլ երկրների եւ այլ աշխարհաքաղաքական կենտրոնների շահերի։ Սա ես կարծում եմ առանցքային խնդիր է, որին մենք բախվել ենք վերջին առնվազն 30 տարվա ընթացքում։ Այս եւ այլ կարևոր հարցերի շուրջ մենք այսօր խոսելու ենք ռազմական եւ ազգային անվտանգության հարցերով փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Հրաչյա Արզումանյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Արզումանյան։ Բարև ձեզ։ Ըստ ձեզ, իրականում ինչն է ստիպում Նիկոլ Փաշինյանին այսպիսի մտքեր հրամցնել հասարակությանը եւ որքանով է այս թեզերը համապատասխանում իրականությանը։ Ստեղ հիմնական խոսքը ինչ եք մենք հասկանում իրականության տակ, իհարկե, որտեղ ամեն անձնավորություն, ամեն քաղաքական գործիչ, ամեն ժողովուրդ ունի իր իրականությունը, դրա համար ես չեմ ուզում վերահոսել իրականությունը։ Ուղղակի կարող եմ հիշեցնել, ինձ համար մի քիչ դժվար է հանգիստ խոսել, բայց ես կփորձեմ հանգիստ խոսել եւ ասել աքսիոմատիկ բաներ, որը պետք է հասկանա առնվազն Հայաստանի առաջնորդը քաղաքական։ Առաջինը Արցախի խնդրը, այդպես կոչված, դա հայկական հարցի մասն է, որը ձևավորվել է Մոսկովյան պայմանագրի ստորագրման ժամանակ ռուս-թուրքական պայմանագրի հետևանքներով եւ Նախիջևանը եւ Արցախը փոխվեցին եւ դարձան այդպես կոչված Ադրբեջանի մասը։ Եվ հայկական Արցախի խնդրը կարող է փակել, երբ դու ստանաս հայկական հարցի վերջնական լուծումը։ Ռուս-թուրքական կողմը Ռուսաստանը եւ Թուրքիան կայսրությունները ունեն իրենց տեսլականը եւ իրար տեսելիքը, ոնց են իրենք պատկերացնում հայկական հարցի վերջնական լուծումը եւ դա իրականացնում են։ Հայ ժողովուրդը եւ Հայաստանը իրավունք չունեն ինել քարտեզի վրա, քաղաքական քարտեզի վրա եւ հայկական լեռնաշխարհում։ Մենք պիտի բնաջնջվենք այն մեծ եղերնը, որը սկսել է 19 դարվա վերջում, շարունակվել է 20 դարվա ընթացքում եւ շարունակվել է ցավոք սրտի Արցախում 2020-23 թվականներում վերջական ձևով Արցախի հայությունը ստիպված էր թողել Արցախը եւ քայլ առ քայլ
Արցախը բնաջնջելու մաքրելուց հետո պիտի մաքրվի Սյունիք, Լոռին, Թավուշը, Երևանը։ Այդ ժամանակ մենք կստանանք հայկական հարցի փակումը։ Ռուսաստանի, Թուրքիայի տեսլականը եւ ռազմավարությունը։ Դա համար երբ Հայաստանի առաջնորդը, քաղաքական գործիչը, վարչապետը խոսում է վերջնական լուծումների մասին, ինձ համար տարօրինակ չի, ես չեմ հասկանում, ավելի շուտ հասկանում եմ ինչ անում Նիկոլ Փաշինյանը։ Իմ կարծիքով Նիկոլ Փաշինյանը, ներեցեք մի քիչ երկարաստացում, լուծում է զուտ փոքր քաղաքական իշխանության պահելու համար խնդիր։ Եվ այդ խնդիրը լուծելու համար իրան պետք է ներքին հասարակության հայ ժողովրդի մեջ թշնամի։ Եթե կարող հոտե ուզում ես կոնսոլիդացնել քո իշխանությունը, պարակտես, պիտի պարակտես հասարակությունը, հետո պիտի կառուցես թշնամի արհեստական կամ ով է թշնամին։ Նիկոլ Փաշինյանը որպես քաղաքական գործիչ Արցախի հայությունից ստեղծում է թշնամական կերպար եւ թշնամական դերակատար հայ ժողովրդի համար։ Այդ այնքան անընդհատ է, ես դրա մասին շատ եմ խոսում վերջի 2 տարվա ընթացքում առնվազն։ Եվ այդ տրամաբանության մեջ բավականին տրամաբանական է, երբ Նիկոլ Փաշինյանը այս օրերը փաստորեն կտրում է նպաստները, որոնք խոստացել է Արցախի հայության համար, երբ իրանք թողել են Արցախը։ Երբ դուրս են եկել Արցախից, ինչքան հիշում եմ, դուք եք հիշում, հայկական իշխանությունները ասել են, որ միջազգային կազմակերպությունների օգնությունը պետք չի։ Հայկական իշխանությունը վերցնում է, պետությունը վերցնում է վրա այդ ջանքերը, այդ ծախսերը եւ Արցախի հայությունը կապահովի նպաստներով 2025 թվականի մի քանի օրից հետո այդ նպաստները կտրվում են եւ պատկերացրեք երևի 60%-ն ոչ ավելի քիչ Արցախի հայության դացերեր են 60 տարեկանից անցած կանայք եւ տղամարդիկ, որոնք կորցրել են տները, չունեն աշխատանք, որտեղ Երևանում, Հայաստանում գտնել աշխատանք 60 տարեկանից հետո ահռելի դժվար է։ Կամ մարդիկ, որ ունեն պենսիաներ, բայց այդ շատ փոքր գումարները գիտեք եւ իրանց թողնում են առանց ապրելու հնարավորությունների։ Այդ մարդիկ դուրս են գալու փողոց։ Այս օրերը պիտի տեղի ունենա միցինգ, որտեղ բողոքներ են հնչելու։ Եվ այդ բողոքները Նիկոլ Փաշինյանը օգտագործել է, որ Արցախի հայությունը ստարկի գործոն, որը խանգարում է հայկական Հայաստանին հասնել խաղաղության, բարելավ կյանքի եւ այլ Հայաստանի եւ հայ ժողովրդի խնդիրները Արցախն է, Արցախի հայությունն է, Արցախի խնդիրն է։ Դա այնքան պարզ եւ պրիմիտիվ ներեցեք մոտեցում է Իրանից մեղքերը, Իրանից Ռոբերտ Քոչարյանից, Սերժ Սարգսյանից, Լևոն Տեր-Պետրոսյանից, հետսովետական ղեկավարների եւ պետականությունից հանել մեղքերը եւ բարձել հայ ժողովրդի մի կտորի վրա, որ ներեցեք դուք ջահել եք, չեք հիշում, բայց ես հիշում եմ, կարող է հիշում եք։ Նույն սցենարը խաղացել ենք հյուսիսային Արցախի հայության մասին, Շուահումյանի վրա են բարձել այդ մեղքերը, հետո Բաքվա հայության վրա են բարձել այդ մեղքերը, ըստ մեղավոր, հետո բարձել են Շուշիի, հետո Սիրիայի հայերի վրա։ Շատ լավ եմ դա։ Ես չեմ ուզեցել նուրբ գիտեմ ձեզ համար, ներեցեք որ դրա մասին ձեզ հիշեցնում եմ։ Այդ մասին պետք է խոսել իրականում։ Հետո Սիրիայի հայության մասին են այդպես խոսել, Իրաքի հայության մասին են խոսել, Լիբանանահայի մասին են մտածել։ Այդ հետսովետական իշխանությունների վարկն է, մոտեցումն է եւ իրանց բնազդն է գտնել թշնամիներ հայ ժողովրդի մեջ, որտեղ դա հեշտ է կոնսոլիդացնել իշխանությունը եւ պայել իշխանությունը։ Եվ այդ առումով Նիկոլ Փաշինյանը ոչ մի բանով չի տարբերում Ռոբերտ Քոչարյանից, Սերժից, Լևոն Տեր-Պետրոսյանից, նույն վարկն է, նույն ղեկավարությունն է, նույն հետսովետական վերնախավն է։ Եվ մենք որպես ժողովուրդ ուղղակի պետք է վերջ տալ այդ ամեն ինչին։ Պետք է վերջ տալ եւ փորձել գտնել թշնամիներին հայ ժողովրդի հասարակության մեջ։ Մենք ունենք պարզ եւ հստակ թշնամիներ, որոնք գոյաբանական սպառնալիք են քեզ համար, ռազմական սպառնալիք են քեզ համար Թուրքիան, Ռուսաստանը, ունես թշնամիներ։ Պետք չէ հայ ժողովրդի մեջ թշնամիներ ստեղծել իշխանությունը պահելու համար։ Նիկոլ Փաշինյանը այս օրերին բարձրացնելով այս թեման, ես համոզված եմ 95%-ով Ուղղակի այդ մտածելակերպն է տրամաբանությունը, ուրիշ որևէ ուրիշ բացատրություն, ուրիշ գործոնները, որը ազդում են նրա վրա, որ իմ երկրի պարլամենտից, բարձրագույն այստյանից նման պրովոկացիոն եւ անընդունելի մտքեր են հնչում, ես չեմ գտնում եւ իջեմ ուզում գտնել։ Ինձ համար դա բավականին պարզ է։ Պարոն Արզումանյան, ես կարող եի համաձայնվել ձեր տրամաբանության հետ,
բայց ես իրականում շատ լավ եմ հիշում այն ինչ կատարվել է բոլոր փախստականների հետ, ինչ որ դուք նշեցիք, շատ իրավացի, Ադրբեջանի տարածքից, Սիրիայի տարածքից, այն ժամանակ իշխանությունները առաջարկում էին փախստականներին ընդունել Հայաստանի քաղաքացիություն եւ դրա դիմաց ոչ մի բան չէին տալիս։ Հիմա Արցախահայերի, եթե ես ճիշտ եմ հասկանում, կառավարությունը առաջարկում է ընդունել քաղաքացիություն եւ ստանալ դրա դիմաց բավականին լուրջ փոխհատուցում, որով շատ հանգիստ կարելի է գնել բնակարան կամ կարելի է գրել սեփական տուն։ Տարբեր մարզերում, անպայման չի Երևանում։ Ինչն է այստեղ խնդիրը, ես ուզում եմ սա հասկանամ։ Ինչու մեր Արցախահայերը չեն համաձայնվում դա ընդունել եւ ապրել այնպես, ինչպես ապրում ենք բոլորս Հայաստանի Հանրապետությունում, առանց այդ կոնֆրոնտացիայի եւ ինչպես դուք ասում եք, Նիկոլ Փաշինյանին չտալ այդ հնարավորությունը։ Որովհետեւ Նիկոլ Փաշինյանը ներեցեք ընդհատում եմ ձեզ, ի սկզբանե ստեղծել է արհեստական վիճակ, որտեղ Արցախի հայությունը արդեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի են։ Իրանք ներեցեք կանգնեք այստեղ։ Իրանք արդեն քաղաքացի են։ Իրանք ունեն Հայաստանի Հանրապետության անձնագիր եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրական դաշտում կա պատմություն, կան հաղթած դատական այցեր, երբ քաղաքացին ապացուցել է, որ ինքը ապրելով, ասենք, Քաշաթաղում, ունենալով Հայաստանի Հանրապետության անձնագիր, Հայաստանի քաղաքացի է։ Դա Հայաստանի դատական համակարգի, դատեական համակարգի կողքի ընդունված որոշումներ են։ Նիկոլ Փաշինյանը որպես քաղաքական գործիչ եւ պետական գործիչ վարչապետ օգտագործել է իր դիրքերը եւ ընդունում է անօրինակ որոշում, եւ Արցախի հայությունը չի ճանաչվում որպես Հայաստանի քաղաքացի։ Եվ ես գիտեմ ինչու է դա անում Դավիթ, եւ նորից իշխանության խնդիրն է, որտեղ Նիկոլ Փաշինյանը փայլուն գիտի, որ բոլոր արցախցիները երբ գնան ընտրության կքվարկեն դեմ Նիկոլ Փաշինյանի, ոնց որ ես եմ 20 թվականից արդեն փոխել եմ անձնագիրը, ուղղակի ուրիշ հնարավորություն չի եղել, վերջացել է, լրացել է Հավաստան։ Բոլորը դեմ են քվարկելու, եւ ուղղակի Նիկոլ Փաշինյանը մոտորապես 100,000 քաղաքացիները, որ իրան դեմ են քվարկելու, հանում է ընտրական համակարգից։ Ես հասկանում եմ ձեր տրամաբանությունը եւ դա նորից ոչ թե քաղաքական, ոչ թե դատական համակարգ է, դա իշխանության պահելու համար խնդիր է, որը լուծում է Նիկոլ Փաշինյանը։ Հասկանալի է։ Հիմա հարց, ի՞նչն է խանգարում Լեռնային Ղարաբաղից ժամանած մեր հայրենակիցներին այդ տրամաբանությունը կոտրել, համաձայնվել այդ քաղաքացիությանը, ընդունենք, որ դա սխալ է։ Եվ գնալ եւ քվեարկել դեմ սկսում է արդեն միջազգային խնդիրները։ Խնդիրը ինչու՞մ է։ Ներքաղաքական, ներքին Հայաստանի քաղաքական ոլորտում դա խնդրեմ չկա, կարելի է ճանապարհ գնալ, բայց մենք Արցախի հայությունը գնում է ճանապարհով, մենք որպես ժողովուրդ կորցնում ենք հնարավորություններ մասնակցել Արցախի շուրջ քաղաքական խաղերի մեջ, ներեցեք։ Դուք սկսել եք ձեր ելույթը, ես այսօր խոսակցությունը սկսել եք, որ հայկական հարցը եւ Արցախի խնդրումը դա միջազգային ուժային կենտրոնների խաղերի մաս է։ Եվ միշտ դրա մասին ասում եմ, որ Արցախի հարցը դու չես կարող փակել, որտեղ դու չես ցարկել այդ հարցը ստեղծել է Ռուսաստանը եւ Թուրքիան, եւ այդ հարցում խաղում են աշխարհակահաղական ուժային կենտրոնները։ Դու կարող ես մասնակցել այդ խաղում ունենալով քո Իսկ Արցախահայերը հիմա մասնակցում են այդ խաղում։ Նիկոլ Փաշինյանը ուզում է դուրս գա այդ խաղից եւ ինքը դուրս գալու այդ խաղից Արցախի հարց խաղալու են ուրիշները, առանց Հայաստանի։ Արցախահայերը մասնակցում են այդ խաղում։ Նիկոլ Փաշինյանին դնենք մի կողմ։ Հիմա Արցախի հայությունը հավաքելու են եւ որպես գործեր նորից օգտագործելու են խաղերի մեջ, բայց այդ արդեն հայկական խաղերը չլինելու։ Եվ այդ խաղի կազմակերպմանը մասնակցում է Նիկոլ Փաշինյանը։ Լուծելով իր ներքաղաքական հարցերը, ինքը այդ հարցը բարձրացնում է նույնիսկ միջազգային ասպարեզ եւ այդ միտինգի հետևանքները կարող են լրիվ ուրիշ։ Եվ այստեղից Նիկոլ Փաշինյանը ներդառնում է, որովհետեւ ինքը փորձելով լուծել փոքր խնդիր չի տեսնում, որ մտնում է ավելի մեծ թակարդի մեջ։ Տեսակետը պարզ է, պարոն Արզումանյան, Արարատ Միրզոյանը, երկրի արտգործնախարարը գտնվել է Աստանայում, հայտարարել է, որ Երևանի եւ Բաքվի միջև խաղաղության համաձայնագիրը բեկումնային կլինի։ Ինձ մոտ տպավորություն է առաջանում, որ մենք խոսում ենք ինչ-որ տարբեր բաների մասին, որովհետև ինչ բեկում, ինչ խաղաղության համաձայնագիր, երբ որ նույն Էլչին Ամիրբեկովը այդ նույն ժամանակ զուգահեռ հայտարարել է, որ շատ լավ կլինի, որ Հայաստանը հնարավորինս շուտ գնա խաղաղության, բայց նախապայմաններով, լուծարելով Մինսկի ԵՀԿ խումբը եւ փոխելով իր սահմանադրությունը։ Մեզ մի բան են անում, հա, շտապեցնում են Բաքվից, հետո ավելացնում են Արևմտյան Ադրբեջանի։ Ամիրբեկովը դա չի ասել, մենք Ամիրբեկովի, հա, իհարկե, մենք Ամիրբեկովի մասին ենք խոսում, ես չեմ կասկածում, որ կասեն։
Ինչ-որ տպավորություն է, որ իրականությունը, հա, եւ հռետորաբանությունը իրար հետ որևէ աղերս չունեն, սա որտեղից է գալիս, ինչ նպատակներ են հետապնդում։ Բավականին պարզ է այստեղ, որովհետեւ եւ խոսում են իրականության մասին, պետք է հասկանալ ու ընդունել, որ ամեն մարդու իր ստեպական իրականությունը։ Ես Արցախի հայ եմ, Արցախից եմ, Դիզակից եմ, ես ունեմ իմ իրականությունը։ Դուք Բաքվից եք, դուք ունեք ձեր իրականությունը։ Նիկոլ Փաշինյանը ունի իր իրականությունը, բայց ես ոչ մի դեպքում չեմ փորձում իմ իրականությունը տարածել ողջ հայ ժողովրդի վրա եւ պարտադրել հայ ժողովրդին, որ իրականությունը այսպես է, հայ իրականություն, որտեղ չկա պատմություն, չկա Արցախի հարց, չկա Մեծեղել, չկա Արարատսար, դա այնքան խենթային է, ինչքան կտրված է իրական իրականությունից, որ այստեղ խոսել անհնար է։ Խոսել խաղաղության մասին, Եվ դու կորցրել ես Արցախը, բայց այսօր մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը ինչքան մոտիկ է Ղրիմը միջազգային ասպարեզում օրինականացնել որպես զավթած հողեր։ Ռուսաստանը մտցել է ագրեսիայով, վերցրել է ուկրաինական հողերը, որը Ուկրաինայի մասերին անբաժանելի սահմանադրությամբ եւ Ռուսաստանի կողմից ճանաչված, եւ հիմա կճանաչվեն Ռուսաստանի մաս։ Այդ պայմաններում խոսել խաղաղության մասին, խոսել սահմանների անմխելիության մասին եւ այլ, դա նշանակում է ինձ կամ խափում են որպես քաղաքացի Նիկոլ Փաշինյանը փորձում է խափած լինի հայ ժողովրդին ունենալով ուրիշ նպատակներ մնալ իշխանության կամ Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը իրական իսկակապես կրկնված են իրականությունից դա ավելի ողբերգալի նյութ ողբերգալի սցենարի կնի երբ քո ղեկավարությունը այս սպառնալիքների միջև լրիվ կտրված է իրականությունից բայց ես համոզված եմ առաջի սցենարն է Նիկոլ Փաշինյանը ուղղակի խաղում է խաղաղություն իշխանությունը պայելու համար լինելով ամբողջի շոուի մասնակից լինելով ժուրնալիստ եւ պոպուլիստ Գրոսմայստեր չեմ կարող ասել Գրոսմայստերը իհարկե այստեղ Տրամփն է այդ խաղերի մեջ իրանման խաղող չկա որ այսօր խաղում է բայց Նիկոլ Փաշինյանի խաղը նույն պոպուլիստական մոտեցումն է երբ դու քո հասարակության հետ ամբողջին նետում ես նորություններ միշտ ցալքում ես այդ շոուների առընթաց բաներ որի շուտ ժողովուրդը խոսում է եւ չի մտածում իրական խնդիրների մասին Միացյալ Նահանգների հնարավորություն են նման խաղեր խաղալ 4 տարի, հզոր է, գերիշխանություն է, հայ ժողովուրդը եւ Հայաստան ուղղակի այդ հնարավորությունը չունի։ Մենք այդքան ռեսուրս չունենք այդքան կտրվել իրականությունից։ Մենք ունենք իրական սպառնալիքներ, ոչ թե հորինված Թուրքիան, Ռուսաստանը, Աստվածչյանի վաղը խփեն Իրանին, ամեն ինչ գնում է պատրաստությունները գնում են այդ հարվածի համար, ռազմական հարվածի համար, ինչ է կանալու այդ վիճակում։ Ես ուզում եմ ձեզ այդ խոսացնել ոչ թե Նիկոլ Փաշինյանի խոսքերի մասին, ոչ թե նրա մասին ոնց ինքը փորձում թշնամացնել Արցախի հայությունը։ Հույս ունեմ ավելի շուտ համոզված եմ, որ հայ ժողովուրդը ճանապարհով չի գնալու։ Մենք բոլորը Հայաստանի Հանրապետության 95%-ը բոլորը փախստականների կամ մեծեղենի փրկվածների ժառանգորդներն են։ Մենք գիտենք դա ինչ է եւ այդ խաղը չի ստացվել, ես դա գիտեմ։ Կարողա չկարողանա կաջակցել, բայց խաղալ չի ներու։ Բայց Նիկոլ Փաշինյանը ինձ ձեզ ստիպում է արդեն 15 րոպե խոսել դրա մասին։ Ոչ թե այն մասին, ինչ սպառնալիքներ է սպասում Հայաստանի, Իրանի հետ կապված, Թուրքիայում անկայունությունը, որը ունենք եւ այլ։ Մենք այդ ճոխությունը չունենք Նիկոլ Փաշինյանի խաղերի մեջ մասնակցել։ Ես հրավիրում եմ, խնդրում եմ հետ կա իրականություն, որտեղ կա Հայաստան, Հայաստանի Հանրապետություն, կա հայ ժողովուրդ, հայկական լեռնաաշխարհում, մի փոքր մասի վրա։ Պարոն Արզումանյան, մենք չենք կարող հաշվի չառնել Ստիպված ենք, հասկանում եմ։ Մեր երկրի վարչապետի խոսույթը։ Եվ այստեղ դա ձևավորում մեր արտաքին քաղաքական։ Դրանով Նիկոլ Փաշինյանի ասացվածները, իր նարատիվները, որ ինքը փորձում առաջ տանալ, դառնում են հայ ժողովրդի առաջին համարը 1 սպառնալիքները։ Շատ լավ, հանգիստ թողեք Նիկոլ Փաշինյանին, Երևանում գտնվել է Աբբաս Սեյեդ Արաղչին, Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարը, բավականին լուրջ հայտարարություններ է արել, նոր բան որևէ բան չի ասել, բայց այնուամենայնիվ հերթական անգամ ամրապնդել են դիրքորոշում այն կարմիր գծերը, որոնք անընդհատ Թեհրանից հնչում են։ Հիմա ըստ ձեզ ինչ իրավիճակ կարող է ձևավորվել ամբողջ տարածաշրջանում եւ ինչ նոր մարտահրավերներ են ձևավորվելու Հայաստանի տարածքային ամբողջական եւ ամբողջականության նկատմամբ, եթե Իրանում սկսվի, Իրանի շուրջ սկսվի այդ պատերազմական գործողությունները, որոնք կարծես թե փորձում են հիմքեր ձևավորել առաջին հերթին Նետանյահուի Իսրայելը եւ երևի թե որոշակի առումով նաեւ Թրամփի ԱՄՆ-ն։ Հա, ցավոք սրտի այդ երկ տանդեմը պատրաստվում է, նման պատրաստություններ անում են
վերջի ռմբակոծումները Հուսիտների, Եմենի դա հերթական քայլն է տողությամբ, արդյոք Միացյալ Նահանգները եւ Իսրայելը, ավելի շուտ Իսրայելը եւ Միացյալ Նահանգները կհասնեն նման հարվածին, ոչ մեկ այսօր ստույգ ասել հնարավոր չէ, որովհետեւ Եմ կարծում եմ, որ իրանք կփորձեն Սաուդյան Արաբիան էլ մտցնել որպես արաբական երկրի մաս, նման գործողությունների Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ խնդրեմ չկա, իրանք համաձայն են։ Կիսել Իրանը եւ Իրանի տարածքում ստեղծել մի քանի Ադրբեջան, Արևմտյան Ադրբեջան, Արևելյան Ադրբեջան, Կենտրոնական Ադրբեջան, այն տարածքները, որտեղ հիմա մեծամասնությունը ազերիներ են, այդ տարածքները իհարկե կարելի է կտրել, եթե Ռուսաստանը մտնում է Ուկրաինա, որը ռուսախոս են, այդ ռուսախոս տարածքները վերցնում է եւ կիսում է, ինչու Թուրքիան չի կարող մասնակցել նման մոտեցումները եւ վերցնում է Իրանին կտորը, որտեղ ապրում են ազերիները։ Նման նարատիվներ, նման քաղաքականություն, ռազմավարություն պատրաստվում է հիմա։ Արդյոք դա կա իրականացնի, դե չի իրականացնի, դժվար է ասել, բայց այն, որ այատոլլաները կորցնում են ազդեցությունը հասարակության վրա, այն, որ Իրանում իրանապարսիկները այսօր արդեն կարելի ասել փոքրամասնություն են, 50%-ից քիչ է, մնացածները ավելի ուրիշ ժողովուրդներ են, ավելի շուտ կայսրության տեսակոնի, այդ ժամանակ մենք ունենք իհարկե մեծ վտանգներ, որովհետև այդ ժամանակ մենք պետք է հիշենք, որ Հայաստանի Հանրապետության սահմանի մյուս կողմ ազերիններն են, եւ մենք առաջի եւ վերջի խնդիրը, որը պիտի հիմա լուծենք, պիտի լուծենք ոնց է ապահովում Հայաստանի Հանրապետության տարածքները, եթե այնտեղ սկսում են մեծ ռազմական գործողություններ եւ այնտեղից տեղի ունենում մեծ փորձում են կազմակերպել մած հոսք փախստականների հոսք։ Հայաստանը պիտի լուծի այդ խնդիրը։ Մենք իրավունք չունենք թույլ տալ եւ այնտեղից Հայաստան ազերիների հոսք է գալիս։ Ոնց կարելի է այդ խնդիրը լուծել, այդ հարցերը պիտի ինչ չտա որպես փորձագետի, բայց մեր իշխանություններին Եմ կարծիքով այստեղ պիտի աշխատեն ուժային Կան արժանային, իսկ ինչու Հայաստան, ինչու այդ ազերիները չեն գնալու Ադրբեջան։ Ամեն տեղ են գնալու, բայց եթե հիշեք, որտեղ 10 միլիոն է, 10 միլիոնից Իսկ դա Ադրբեջանի համար վտանգներ չի ստեղծելու։ Չէ, Ադրբեջանը ոչ չասում, Ադրբեջանը դառնում է Թուրքիայի մի մաս, այդտեղ խնդրեմ չի կա։ Ադրբեջանը որպես ինքնիշխան պետություն Իլհամ Ալիևը դա կիսում է Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ, ոնց կիսել են Հայաստանը։ Ինձ դա չի հետաքրքրում, Դավիթ, ինչ է ներ Ադրբեջանի հետ, որովհետեւ այնտեղ հասկանալի է։ Ադրբեջանը դա պլացդարմ է դառնում Իսրայելի, Թուրքիայի, Միացյալ Նահանգների համար հարվածելու Իրանի վրա։ Всё։ Այստեղ ուրիշ խնդիրներ չկա։ Ինչ հետաքրքրում է մենք որպես պետություն, որպես ժողովուրդ, ինչ ենք անում, որ այդ հոսքը չի լինի։ Դա շատ սահմանափակ է քո հնարավորություններով այդ հարցը լուծել եւ պատասխանները ցավոք սրտի միայն ռազմական ոլորտում են։ Դու պետք է իմ կարծիքով գնահատականապատես այդ բոլոր տարածքների հետ Նախիջևանում եւ այլ, որ այդ հոսքը կանգնեցնես։ Ես ուզում եմ լուծել այդ խնդրը։ Մնացած բոլոր մոտեցումները դու պետք է մնաս չեզոք իհարկե։ Դու իրավունք չունես ոչ օգնես այդ հարվածին, ոչ հայտարարես, որ դու կանգնում ես հարվածողների, ագրեսորների կողմ։ Հայաստանը պետք է մնա չեզոք նման օպերացիայից, պահելով իր սահմանները։ Եթե ստեղծի իրավիճակ Իրանի կողմից ուրիշ process-ներ մտնեն, դու կարող ես հիշես, որ դու ունես Արցախ։ Այդ ժամանակ կարող է լինի անսպասելիորեն հնարավորություններ հետ դարձնել Արցախը, երբ Իրանում գործողությունները չգնան այնպես, ոչ մտածում է Ռուսաստանը, ոչ թե Ռուսաստանը, առաջինը Իսրայելը, Միացյալ Նահանգները, Թուրքիան եւ Ռուսաստանը։ Ռուսաստանը փաստորեն համաձայնություն ընտրել է ման օպերացիայի։ Հիշում եք Տրամպի եւ Պուտինի խոսակցության ժամանակ Իրանի հարցը Ռուսաստանը համաձայնություն տվել է նման հարվածի։ Դրա համար հիմա պատրաստվում են նման գործողություններ եւ նորից են կրկնում Հայաստանը պետք է մնա չեզոք, մենք իրավունք չունենք մասնակցել նման գործողություններով, իմ խորին համոզմունքով եւ լուծել մեր սահմանի խնդիրները, որտեղից Ռուսաստանի ներկայությունը հանվել է մի տարի առաջ։ Այդ միայն մի պատասխանատվություն։ Պարոն Արզումանյան, ինչ պիտի լինի Իրանում, տեղի ունենա Իրանում, ինչ սցենարով պիտի զարգանան իրադարձությունները, որ մենք կարողանանք դա օգտագործենք եւ Արցախը վերադարձնենք։ Այդ ինքան հերո է վաղը չմիսորնա Դավիթ։ Ես ուզում եմ այսօր պատրաստենք Հայաստանի տարածքը պատրաստենք դրան, առաջինը, որ չունենանք այդ հոսքերը Աստվածչան, եթե Իրանի ախմբում է, դա նորից եմ կրկնում դիվանագիտական մեթոդներով լուծել չես կարող, միջազգային մեթոդներով լուծել չես կարող, տնտեսական մեթոդներով լուծել չի կարող, զուտ ռազմական մեթոդներով։ Եվ քո ռազմական ուժերի վիճակը այնպես չէ, որ կարողանաս ուտես ուրիշ խնդիրներով, բացի ինքնացու ականապատելու ճանապարհով այդքան զորքեր չունես, եւ դու չես կարողանալ փախստականների դեմ ուժ կիրառես, դա անընդունելի է всё-таки։ Դրա համար այստեղ կան մեծ խնդիրներ եւ այդ կանխատեսել հիմա հաշվարկել իմաստ չեմ տեսնում։ Եկեք այս խնդիրը լուծենք, Դավիթ։
Հետո կերևա, երբ գործողությունները կսկսեն, դու հնարավորություն կունենաս ադապտացնես, համարակերպես քո քաղաքականությունը, եթե այդ հնարավորությունը ձևավորվեն, այդ ժամանակ պիտի հնարավորություն ունենաս լուծես այդ խնդրը, բայց այդ ժամանակ դու պիտի ունենաս միջազգային ֆորմատներ, որտեղ քեզ հնարավորություն կտան դա լուծել, եւ Մինսկի խումբը, որի նպատակն է ձևավորել Արցախի անհատության միջազգային ստատուսը, քեզ խիստ անհրաժեշտ է։ Եվ դրա համար Ռուսաստանը եւ Թուրքիան պարտադրում են Հայաստանից, որ ինքը համաձայնի Մինսկի խմբի լուծարման, որովհետեւ եթե մաս սցենարները առաջ են գալիս եւ դու ստանում ես հնարավորություն Արցախը հետ բերես, որովհետեւ Ադրբեջանի զորքերը չկան, ոչ մեկը չկա, պատերազմի հետևանքով բոլորը ուժասպառ են, այդ ժամանակ դու պիտի ունենաս ֆորմատ օֆիցիալ միջազգային դաշտում հնարավորություն Մինսկի խումբը քեզ տալիս է։ Եվ դրա համար Ռուսաստանը եւ Թուրքիան առաջի հանձնում է Մինսկի խումբը, հետո սահմանադրությունը, հետո մնացածները։ Մինսկի խումբը դառնում է կորիզային քո ապագա հնարավոր սցենարների համար։ Եվ այն, որ այդքան ակտուալիզացնում է Ռուսաստանը եւ Թուրքիան, նշանակում է ինչքան քեզ դա կարեւոր է։ Եվ ինչու է Նիկոլ Փաշինյանը գնում նորից զիջման այդ հարցերը ինձ համար նորից հասկանալի է, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը մտածում է միայն իշխանությունը պահելու համար, ոչ թե վաղվա համար, իշխանությունը այսօր հիմա պահելու համար։ Մենք իրավունք չունենք դա ընդունել, որպես հայ ժողովուրդ։ Մինսկի խումբը պիտի մնա, որովհետեւ Մինսկի խումբը քեզ հնարավորություն է տալիս հետո հետ գալ Արցախից, Եվ դառնաս Արցախ 1 տարուց հետո, 10 տարուց հետո, 100 տարուց հետո նշանակություն չունի։ Դա երկրորդական է։ Բայց հայ ժողովուրդը հետ է գալու Արցախ, հետ է գալու Վան, հետ է գալու Կարս, հետ է գալու Կարին, ինձ համար անկասկածելի է։ Ես իրավունք չունեմ հայկական հարցից եւ հայկական լեռնաշխարհից ինքնիշխան իրավունքներից հետ կանգնել։ Եվ ես իրավունք չունեմ ստորագրել այսօր մի փաստաթուղթ, որը զրկում է հայ ժողովրդի ապագա նման գործողությունները կազմակերպել, եւ Հայաստանը այնքան հզորանա, որ կարողանա դնել լուծի այդ խնդրը։ Հզոր Հայաստան, որտեղ ապրում է 15-20 հազար քաղաքացիներ, որոնք կարողանում են դնել լուծել խնդիրները այնպես, ինչպես ընդունված է այսօր միջազգային ասպարեզում, ուժով։ Ինչ անում է Ռուսաստանը, ինչ անում է Միացյալ Նահանգները, ինձ համար դա անընդունելի է։ Ես չեմ ուզում այդպես աշխարհում ապրեմ, բայց եթե այդպես է ձևավորվում, մենք պետք է պատրաստ ենք ապրել նման միջազգային միջավայրում, նման պայմաններում։ Դա պարտադրում է ունենալ հզոր Հայաստանի միացած ժողովուրդ, պետություն, իշխանություն։ Նիկոլ Փաշինյանը անում է լրիվ ուրիշ նպատակներով տարբեր բաներ անում, ես չեմ ուզում նորից Նիկոլ Փաշինյանի մասին խոսել։ Ներեցեք, մենք ունենք իրական խնդիրներ եւ հույս ունեմ մենք կհանդիպենք եւ խոսենք ուրիշ իրականության մասին, ոչ թե իրականության մասին, որում ապրում է Նիկոլ Փաշինյանը եւ իր իշխանությունը։ Հուսանք, պարոն Արզումանյան, շատ շնորհակալ եմ ձեզ։ Շնորհակալություն։ Մեր հյուրները ռազմական եւ ազգային անվտանգության հարցերով փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Հրաչյա Արզումանյանը, քիչ անց մենք կվերադառնանք տաղավարը եւ կշարունակենք մեր աշխատանքը։